Համեցեք։ Դրոն շոուների զորահանդեսի վերաբերյալ կուսակցության հայտարարությունից հետո շարունակելու եք հետամուտել այդ հարցերով իրավապահպաններին եւ այլն։ Դրա հետ կապված հայտարարություն արել են այլ քաղաքական ուժեր։ Մենք նախորդին հայտարարություն ենք արել ՍԴ-ի որոշումից հետո Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքի, ԲՎՌ-ի, ինչպես նաև Հայ ազգային կոնգրեսի հետ համատեղ հայտարարություն արդեն իսկ արել ենք հետընտրական գործընթացներում համագործակցության պլատֆորմ ձևավորելու հետ կապված։ Իդեպ նաև ուզում եմ շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր այն գործընկերներին, տարբեր քաղաքական ուժերի, ովքեր վաղ առավոտից զանգահարում են, իրենց աջակցության խոսքերն են հղում։ Շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, ինչպես նաև մեր հայրենակիցներին, նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներին, ովքեր մտահոգված են ստեղծված իրավիճակով։ Իսկ ինչ վերաբերում է մնացածին, իրականում կոնկրետ մենք ունենք այս պահին խնդիր, որի լուծման ուղղությամբ շարժվում ենք, մնացած անելիքների մասին հաջորդ թիվ կհայտարարենք։ Կներեք, ես ուշ միացա ենթադրում եմ անդրադարձած կլինեք, բայց կխնդրեմ արձագանքեք այս process-ի գնահատականը ինչպիսին է, դուք սա արդյոք կապում եք այն հայտարարությունների հետ, որ նախընտրական ամբողջ փուլում եւ նաեւ հետընտրական փուլում հնչեցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Բնականաբար արդեն իսկ ասել եմ, որ կոնկրետ տնտեսական ու քաղաքական այս ռեպրեսիաները, որոնք այս պահին եւ այսօր կյանքի են կոչվում Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, սրանք ընդհանրապես նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իրականացրած անոնսի կենսագործումն է, որովհետեւ տարբեր այսպես նախադեպեր ունեցել են եւ ականատես են եղել, որ Նիկոլ Փաշինյանը այսպես քաղաքական հաշվեհարդարների վերաբերյալ անոնսներ է անում, այնուհետև այս կամ այն պատկան մարմինը եւ կառույցը կենսագործում է Նիկոլ Փաշինյանի ցանկություն հանձնարարականները։ Տիկին Տոնոյան, տարբեր ընկերություններում դուք եք հայտնել, որ խուզարկություններ են, այս պահին կան տեղեկություններ, ինչ որ տեղերում ավարտվել են խուզարկությունները, ինչ են արել, անընդհատ տեղեկատվությունը այսպես թարմացվում է, մի քանի տնօրենների բնակարաններում գիտեմ, որ խուզարկությունները ավարտվել են, բայց հիմնականում օրինակ Multi Wellness մարզարողջարանային համալիրի տնօրենի բնակարանում ավարտվել է խուզարկությունը, տնօրենը այս պահին Multi Wellness-ում է արդեն գտնվում, որ իր բնակարանի խուզարկությունից հետո արդեն մասնակցում է իր այսպես այն հիմնարկի խուզարկությանը, մի խոսքով, այսպես տեղեկատվությունը անդադ թարմացվում է, գիտեմ, որ Արարատ ցեմենտում գործընթաց է իրականացվում այս պահին, Մուլտիտաբակ ընկերությունում է իրականացվում գործընթաց, երբ որ նոր մանրամասների տիրապետ եմ, անպայմանորեն ձեզ կտեղեկացնեմ։ Այո, այս պահին հազարավոր Multigroup կոնցեռնի ձեր գործընկերներին տեղեկացրեցի, հազարավոր աշխատակիցներ Multigroup կոնցեռնի այս պահին փաստորեն զրկված են աշխատանքի հնարավորությունից, պարալիզացված է լայն առումով Multigroup կոնցեռնի աշխատանքը եւ հազարավոր աշխատակիցներ այսպես անորոշության մեջ են, քանզի անգամ իրենց աշխատավայր մուտք գործելու հնարավորություն չեն ունեցել։ Տիկին Տոնոյան, իսկ հայտնել են պարոն Ծառուկյանին ինչ քրեական գործ է, ինչ հոդվածներ։ Մենք կապ չունենք, որովհետեւ 7-16 երբ մուտք են գործել քննչական կոմիտեի ներկայացուցիչները ԱԱԾ-ի ուղեկցությամբ, այդ պահից սկսած մենք կապի հնարավորություն չենք ունեցել թե պարոն Ծառուկյանի, թե նրա կնոջ հետ եւ հնարավորություն չունենք ճշտելու փաստաբանների հետ եւս կապի հնարավորությունից զրկված ենք, որտեղ նրանք խուզարկությանն են մասնակցում, մենք չգիտենք ինչ քրեական գործ կամ գործեր են կարվել։ Նրա բերման ենթարկելու հետ կապված ինչ-որ տեղեկություններ կան։ Մենք պաշտոնական որևէ տեղեկատվության չենք տիրապետում, որտեղ անգամ այս պահին չգիտենք թե ինչ քրեական գործեր են հարուցված պարոն Ծառուկյանի հետ կապված։ Եվ Տիկին Տոնոյան, Սահմանադրական դատանի որոշումից հետո Բարգավաճ Հայաստանի գործողությունը որն է լինելու, բացի այն հայտարարությունը, որ եղավ իրավական որևէ ճանապարհ։ Տեսեք, շաբաթօրն է որոշումը եղել, որ բնականաբար մեր համար կանխատեսելի էր։ Ես առիթ ունեցել եմ ասելու, որ եթե Կարմիր նվազագույն հույսի նշույլ, որ արդարադատությունը հնարավորություն կար ապացուցելու, որ վերջնականապես չի մահացել Հայաստանի Հանրապետությունում, ցավոք սրտի հերթական անգամ ապացուցվեց, որ այսպես տապանակար դրվեց Հայաստանում արդարադատության եւ արդարության համակարգի վրա։ Մենք դեռևս առիթ չենք ունեցել քաղաքական թիմով քննարկելու հետագա անելիքները, ունենք հստակ համագործակցության դաշտ գործընկեր քաղաքական կուսակցությունների հետ, երբ որ միասնական օրակարգ կլինի, մենք հավելյալ հայտարարությամբ հանդես կգանք։ Շնորհակալություն, ինձ սպասում են։